Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, չեմ կարա լայվ չմտնեմ, թեկուզ վիճակը մի քիչ լարված է սահմաններին, բայց մի հատ շատ կարևոր հայտարարություն ունեմ, որովհետև այլևս սուտը ու կեղծիքը չի լինելու։ Ուրեմն, պարոն Սասուն Միքայելյանը, երկրապահի նախագահ, եկել է սահմաններում նկարվի, ինչպես միշտ։ Եկել է դե մի շաբաթ ստեղ անձրև ու անձրև, վերջը մի օր գտավ, որ անձրև չի գալի, հելավ, դիրքերը ֆռած, նկարվավ 10 կամերաներով, որ տղեկին ասում է՝ մի նկարվեք, դուք բանը դիրքերը ցույց մի տվեք, վերջը ձեզ ցույց մի տվեք, վերջը այդ սաղ մի կողմ ինքը եկավ 16 ջիպերով, նազիր վեզիրներով, դիրքերը ֆռած, մի լավ նկարվեց ու մտավ մեր գյուղի, ինչպես միշտ, պարոն Սերյոժայից տուն։ Ու մի կես ժամ էլ այդ հոլովակի մեջ կարող եք նայել երկրապահի էջով, այդ հոլովակի մեջ մի կես ժամ էլ պարոն Սերյոժա ներքին հանդի բնակիչ Սասուն Միքայելյանի գովքն է անում ու ասում է, որ պետք է լինենք միասնական, ինքը շատ Սասուն Միքայելյանից գոհ է, այնտեղ իր կինն է խոսում, որ իրանք Սասուն Միքայելյանից շատ գոհ են, ամեն ինչ շատ լավ է, պետք է միասնական լինել, չգիտեմ ինչ լինել, սենց լոլոներ են կարդում։ Այլևս սուտ ու կեղծիք չի լինելու։ Հիմա ես կասեմ, ինչի եք դուք Սասուն Միքայելյանին այդքան գովում, պարոն Սերյոժա ներքին հանդի, ընտանիք, բնակիչ, չգիտեմ։ Սասուն Միքայելյանը քեզ տալիս է երկրապահի թոշակ, դու երկրապահի հետ կապ չունես, բայց դու երկրապահի թոշակ ես ստանում, քո հարսի վճարը, ուսման վարձը, որ քո հարսը երկրապահի հետ բացարձակ կապ չունի, վճարում է Սասուն Միքայելյանը։ Պարզա դու կես ժամ չի, 16 ժամ ես Սասուն Միքայելյանին գովելու, իսկ ես, որ ամարձմեր եղել եմ դիրքերում, Արդանիշից մինչև ներքին հանդ, ամարձմեր դիրք եմ կանգնել, անձրևին, չգիտեմ, մառախուղին, մինչև ոսկորներս, որ ասում է խոնավությունը մտել է, ինչ օրեր ենք քաշել, էսկալացիան ստեղ եմ եղել, զենք եմ բռնել, կռվել եմ, մեդալ եմ ստացել, Սասուն Միքայելյանը որոշել է, որ ես ցուցակում չպետք է լինեմ։ Նորից եմ կրկնում, քո հարսը երկրապահի հետ բացարձակ կապ չունի, բայց քո հարսի ուսման վճարը տալիս է երկրապահն, տալիս է Սասուն Միքայելյանը, իսկ ես, որ երկրապահից եմ ամարձմեր Հայաստանի սահմանները պահել եմ, ես աշխատավարձ չեմ ստանում։ Ցանկացած լարման, հարձակման ժամանակ ես էլի կռվում եմ, ստեղ եմ, նստել եմ ներքին հանդում, դուրս չեմ գալի, բայց ես աշխատավարձ չեմ ստանում, պարոն Սերյոժա։ Իսկ դու քո ընտանիքով Սասուն Միքայելյանը, որ գալիս է ձերտուն կամազով բեռները իջացնում է, որ դու էլ երկրապահի թոշակ ես ստանում է, պարզա դու Սասուն Միքայելյանին գովելու ես։ Ու սրանից հետո ոչ մի կեղծ տեղեկատվություն ես չեմ թողելու, որ լինի, բոլորը ամեն ինչ պետք է իմանան, որ ես ոչ մի խախտում չեմ արել, ուստավը երբեք չեմ խախտել, 7000 հոգուց դուխով եմ, ուժեղ եմ, միշտ պատրաստ եմ, ամեն ձևի կռվեմ, բայց ես աշխատավարձ չեմ ստանում, որովհետև վիզիցելի Սասուն Միքայելյանը որոշել է աղջկա հետ գոնկա մտնի, այդ գոնկայում ով է հաղթել, պարզա որ ես նստած եմ ստեղ, ամեն ինչի մասնակցում եմ, երկրապահի մեջ եմ, բայց աշխատավարձ չեմ ստանում, իսկ դուք, պարոն Սերյոժա, ներքին հանդի բնակիչ, երկրապահի հետ բացարձակ կապ չունեք, դու երկրապահի թոշակ ես ստանում, հարսդ երկրապահի ուսման վարձը վճարում է երկրապահն, որ ես վարձով ապրող մարդ եմ, բայց կյանքում սոցիալական բաժնից երկրապահի չեմ օգտվել, կյանքում ոչ մի առումով, ամեն վիխդին պետք է գնամ Սասուն Միքայելյանին խնդրեմ, աղաչեմ, որ որպես կին ինձ էլ գրանցի, իսկ դուք ամեն ինչ ստանում եք,
այդքանից հետո է ոչ մի կապ չունեք երկրապահի հետ, ոչ մի կապ չունեք երկրապահի հետ։ Այդքանից հետո մի հատ էլ 3 ժամանոց գովքն ես անում Սասուն Միքայելյանի, ինչն ես գովում։ Ինչն ես գովում, կարելի է իմանալ, որ կամազով ձեր տանը բեռներ է իջնում, էդի ոչ մեկը չի տենում, հա? Ոչ մեկը չի տենում։ Շատ է գոհ Սասուն Միքայելյանից։ Շատ է գոհ։ Դե եկեք նստեք մի հատ խոսանք, ես գոհ եմ, ամեն ինչ պարզապես լայվով չի կարելի ասել, որովհետև լարված է վիճակը մի քիչ սահմանների, բայց եթե գովում ես Սասուն Միքայելյանին, ասա ինչի համար ես գովում, ասա, որ ամեն ձևի քո ընտանիքին Սասուն Միքայելյանը օգնում է, ամեն ձևի, դրամական, չգիտեմ, բեռներով, ամեն ինչով, ասա ինչի համար ես դու գոհ, եթե գովում ես, պատճառներն էլ ասա, իսկ ես որ գոհ չեմ, ես էլ եմ պատճառները ասում, որովհետև ես 2 տարի է մի կոպեկ աշխատավարձ չեմ ստանում, բայց 4 զոհի դեպքերի ժամանակ էլ եմ դիրքում, ամեն ինչի, ամեն ցանկացած լարվածության ժամանակ ես կամ ու գյուղը չեմ լքում ու պաշտպանում եմ։ Պարզա դու էլ որ գովում ես, պարոն Սերյոժա, խնդրում եմ ներկայացրու, թե ինչի համար ես դու Սասուն Միքայելյանի գովում, որ այդ մարդուց դու շատ գոհ ես, Սասուն Միքայելյանի նման կամանդիր չկա։ Սրանից հետո սենց հալնելու, լավ եղեք։